Շնորհակալ եմ ուշադրության համար ու բեմ բարձրանալու տալու համար։ Պարոն Քոչարյան, նախ ներկայանամ, ես Լուսինեն եմ, Արցախից եմ ու այն հայկական Արցախից եմ, որը իր ծաղկումը ապրել է ու կայացել է հենց ձեր կառավարման օրոք ու ոչ միայն Հայաստանն, ոչ միայն Արցախն է ծաղկումը ապրել, այլ նաև Հայաստանը, էլի ձեր կառավարման օրոք։ Աշխարհում մոտ 1300-ից 3000 ազգ էթնիկ կազմեր կան ու դրանցից գրեթե 200-ը որ պետություն են կազմում։ Ու մենք այն պետությունները հայկական ունեինք, Արցախի ու Հայաստանի հանրապետությունները այդ 200-ից ու ես հենց այդ պետություններից մեկի հպարտ արցախցին եմ ու ուզում եմ որ շեշտեմ, որ սովետական միության փլուզումից հետո դուք եք այդ երկու պետությունները, այսպես ասած, ծաղկման հանգեցրել ու այս վերջերս իմ տարիքակիցների հետ մենք զրույց ունեցանք, Հայաստանի այս վերջին իրադարձություններն էին քննարկում, մենք հասկացանք հենց այդ ամենը ու որ ինչ-որ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի կարող մեզ վրա մատ հափահարել ու մեր հայրենիքը համարել արևմտյան Ադրբեջան։ Տարի առաջ, երբ որ 2018 թվականն էր ու այդ ժամանակաշրջանը դեռ չէր հասել, երբ որ պետք է ընտրվեր ներկայիս իշխանությունը, ես երբեք չեմ պատկերացել, որ ես հիմա այստեղ կլինեմ ու այս բեմի վրա կանգնած Ես միշտ իմ ապագա պատկերացրել եմ Արցախում ու ես վստահ եմ, որ ես հետ կգնամ Արցախ։ Շատերիս հայերի մեջ շատերի արմատները գալիս է հենց արևմտյան Հայաստանից։ Ու եթե այդպես խորանանք, մեր նախնիներն էլ չեն մտածել, որ մենք հիմա մեր պատմական հայրենիք պիտի գնանք զուտ զբոսաշրջության համար, որ մեր հայրենիքում մենք կարանք լինենք զուտ տեսնող, այդ մեր հայրենիքը պետք է նենց լիներ, որ մենք այդտեղ ապրեինք։ Քրդերը, որ պետություն չունեն, հիմա ապրում են մեր պատմական հայրենիքում։ Ու այս ամեն ինչի լուծումը այն է, որ պետք է իշխանափոխությունը կատարվի, որովհետև մի մարդ, ով արցախյան շարժումը պատմության փառահեղ հաղթանակներից մեկը, որ մենք ունեցել ենք, համարում է ճակատագրական սխալ, ուղղակի այդ անընդունելի է։ Անընդունելի է այն, որ ինքը կանգնում ու ասում է, որ Հայաստանում կան տարածքներ, որոնք որ մեր տիրապետության տակ են, բայց իրականում դրանք Ադրբեջանին են։ Ադրբեջանինը դրանք երբեք չեն կարող լինել, դա Հայաստանինն է։ Ու անընդունելի է նաև այն, որ ինքը եկեղեցու դեմ է դուրս գալիս։ Պատմության ժամանակ բոլոր իրադարձությունները, երբ որ անգամ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին է մեր պետականությունը, մեր ինքնությունը պահել ազգային արժեքները։ Ու հիմա իրանք դրդում են ընդհանրապես նրան, որ այդ ազգային արժեքները մենք կորցնում ենք։ Ու եթե չկան այդ ազգային արժեքները, չի կարող լինել պետություն, չի կարող լինել ազգը, ոչ մի բան ուղղակի չի կարող լինել։ Ու միակ այդ ելքը, որը որ կլինի այդ արժեքները չունենալու դեպքում, այդ ուղղակի կործանումն է լինելու։ Հայաստան, Արցախ ու Սփյուռք, այդ միասնության դեպքում է միայն հաղթանակները կերտում, իսկ հիմա այդ միասնությունը ուղղակի պառակտվել է, չկա այդ միասնությունը։ Սխալը ազգային արժեքներից խուսափելն է, ազգային արժեքները կորցնելն է, թշնամու դիմաց գլուխը կախելն է, ու ոչ թե արցախյան շարժումը, ոչ թե, չգիտեմ, Հայաստանի տարածքները համարել Ադրբեջանինը։ Նշել Գարեգին Նժդեի խոսքերից մեկը, որ մի ժողովրդի հայրենի հողը չի կարող լինել ուրիշի, մանավանդ մեր դեպքում քոչվոր ինչ-որ ցեղի մնայուն հայրենիքը։